Հիմա կասեն ամբախ զամբախ խոսում է, ոչ, մի հատ պատմություն եմ հիշել, ուզում եմ պատմեմ, իրական պատմություն։ Դե քանի որ աշխատում եմ վերլուծության ենթարկել իմ անցած կյանքը, ես 58 տարեկան եմ, պատկերացնում եք, իսկական Սաակաշվիլու գրող խեղտած Միխայել, հասակակիցն եմ, տարվա անգամ 1967 անգամ նա փոքր է ամիսներով ինձանից։ Ռուբեն Վարդանյանը 1 տարով ինձանից փոքր է։ Այդ Ստահակ Ղախպեն Տաշիր Սամոյի հետ տարիքային տարբերությունը ընդամենը 2 տարի է։ Ասացի, որ պատկերացրեցիք իմ տարիքը, իմ որ սերունդն է։ Լավ, կոնկրետ գլուխ չցավացնեմ, ինչ էի ուզում ասել այս հոլովակում։ 90-ականների ամենասկիզբն էր, Խորհրդային Միությունը նոր էր տապալվել։ Ես մեկնեցի Մոսկվա, մի քանի երաժշտական ստուդիաներում աշխատում էի։ Այնպես էր ստացվում, որ մինչև ուշ գիշեր մնում էի ստուդիաներում։ Հա, ուրեմն մի անգամ էլ սա էլ հիշեցի, Պլոշեց Իլիչա էի մնում, կլիներ երևի երեկոյան 10-ի կողմեր էր, էդ իմ Վարդակալաստանից ես պետք է մոտ 1 կանգար մի քիչ ավել ոտքով գնալ, որ հասնեի էդ իմ տրանսպորտային մետրո եւ այլն։ Ու հանկարծ մի հատ մեքենա կանգնեց, ինամարկա, այն Մերսեդես է, 90-ական սկզբներ պատկերացեք Մերսեդեսը, որ շարժվում էր իմ ուղղությամբ, ես մայթով էի գնում, ինքը հավասարվեց ինձ, կանգնեց, մեկ էլ не больше не меньше Լեննականի Գյումրու բարբարում ինձ բարձր դիմեց, ապջան, դի քրանեց տնից գուքաս։ Ես համ զարմացած, համ էլ ուրախացած, բայց չէ, եղբայր, չէ, երկու կրկնեց էլի, բա կեղնի դի քրանեց տնից գու, ասի չէ, եղբայր ջան, ու ուզում էի ասեի, ապե լավ, միջև են խաշմերուկ ինձ հասցել է, մեկ այդ կողմից։ Դուրը անեց ուժեղ ծածկեց, գազը տվեց, ուզես թռավ, դուք հասկանում եք, էլ չէր այդս հայերը խոսում, էլ ինձ հարազատ, ես էլ եմ Լեննականում այսօրվա Գյումրիում ծնվել, չնայած ապրել եմ Երևան, ինչը կրկնակի աբիդնի էր, էլի, բայի տղա էլի, ոնց ասես է։ Հետո հաշվի առեք, որ հենց 90-ականների սկիզբն էր նոր էր տապալել ու հայաստանցիների վերաբերմունքը միմյանց նկատմամբ, թե կարող եք հիշեք ինչպիսին էր։ Չէի ուզում ասեմ, ես էլ գիտեք ինչքան մարդկանց օգնել, հասել, հələ լիովին ինձ անծանոթ, հələ պատիվնել պահել։ Հիմա գիտեք ինչ հարց առաջացավ։ Բացի էս չի տեսակը հայի, այդ որ շատ են ասում, էս տեսակի քանի տոկոսն է հայաստանցիների, բայց հարցս ուրիշն է, հիմա լսեք։ Ես աշխատեցի պատկերացնել, ասենք ես նույն փողոցով ադրբեջանցի է գնում, որքան էլ հիմա ես չզզվեմ դրանցից եւ այլ։ Եվ հանկարծ կանգնում է նույն ձևի, նույն տիպի ավտոմոբիլ, որի մեջից նույն ոչ պարզապես թուրքեր են, հենց ադրբեջաններ են, էլի, թուրքերեն է դրանց դիալեկտով, դիմում է, ախպերես, չգիտեմ, Մամեդի տնից ես գալիս, թե ինչ, ասում է ոչ, բա ախպեր մինչև ես խաշմերուկ մի հատ ձեռի հետ մեկա հետ կոմ, ես փորձեցի պատկերացնել, որ այդ ադրբեջանցին դուրը ուժեղ խփում է կոպիտ եւ քշում է, չկարողացա պատկերացնել։ Դուք պատկերացնեք այդպես բան, կարող եք պատկերացնել։ Ես չկարողացա։ Չգիտեմ, գոնե ամոթից թե ինչից ելնելով այդպես բան չէր անել, էլի։ Ես չեմ պնդում, բայց եթե ձեր կարծիքը ուրիշն է, կարող եք կիսվել։ Ես չեմ պնդում, որ սա միակ ճիշտ կարծիքն է։ Խնդրեմ, կարող եք կիսվել ձեր կարծիքով։
Նաև ես չկարողացա պատկերացնել նույնը վրացիների տարբերակում։ Անգամ եթե մեկը գորար, չգիտեմ, այդ ախպեր ոնց է դրանց կամ ձմա կամ անգամ բիջո գորար հարցրեր, ասեր չէ, հետո ասեր ձմա մինչև այս խաչմերուկը մի հատ հասցրա, ինքը բանան էր, այդպես անշնորհք ձևով։ Ես չկարողացա պատկերացնել, չնայած վրացիներից էլ եմ զզում։ Իսկ դուք գրեք, չկարողացա պատկերացնել անգամ թե ոչ վրացի, բայց վրաստանցի, չգիտեմ, եզդիներ այնտեղ կան, այլ ազգություններ, ես չկարողացա պատկերացնել սենց աստիճան անշնորհքություն։ Դա 92 կամ 3 թվականներ, ոչ ուշ։ Լավ, էլի պատմություններ հիշեցի, սա գցեմ YouTube ալիքս, հետո կշարունակեմ։